Բարև ձեզ, պարոն Արուշանյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Հեռավորությունը իհարկե թույլ չի տալիս, որ տետատետ հարցազրույց իրականացնենք, բայց, ինչպես ասում են, հանրային պահանջ կա։ Կիրակի օրը դուք անակնկալ մոտեցաք Նիկոլ Փաշինյանին եւ նրա կողքին քայլում էիք, ինչպես սովորական շարքային ԿՊԱ կաներ։ Ինչու միացաք Նիկոլ Փաշինյանին։ Դուք պատրաստվում եք ԿՊ-ի համար ընտրություններին աշխատել։ Տեսեք, ես այս հարցին բազմիցս պատասխանել եմ, եւս մի անգամ պատասխանեմ։ Ես Գորիսի համայնքի ղեկավարն եմ, Հայաստանի Հանրապետության վարչապետի այս ամենում մեր համար։ Դա իմ պարտավորությունն է, որ դիմավորել Հայաստանի Հանրապետության վարչապետին, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչություն ունեն ուղիղ մեր եւ համայնքի ղեկավար պետք է պատասխանի այդ հարցին։ Ինչպես հենց այդ նույն իմ ընդունելության ժամանակ նույնիսկ եղավ խնդիրները կային, որ վարչապետը ինձ հարց տվեց, որ այս ծրագիրը ինչ փուլում է կամ մյուս խնդիրը ինչ փուլում է, հարցերին ես պատասխանեցի։ Դա նորմալ է, մենք ունենք նորմալ շփում, կառուցողական հարաբերություններ ունենք, բնականաբար նորմալ է, որ ես պետք է դիմավորեմ։ Գիտեք, հարցը նրանում է, որ դա ոչ թե աշխատանքային այց էր, այլ կուսակցական, քարոզչական միջոցառում էր, որը ենթադրում էր, որ գործնական աշխատանքային որևէ քննարկում համայնքի ղեկավարի հետ չի լինելու։ Եվ ձեր մասնակցությունը, ձեր մոտեցումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է մարդկանց մոտ կարծիք ձևավորել առ այն, որ դուք պատրաստվում եք ԿՊ-ի օգտին աշխատանք տանել ընտրություններին։ Տեսեք, վարչապետը բոլոր Հայաստանի համայնքներում հաճախ է լինում, այդ թվում է Գորիսում։ Կա տարին 2-3 կամ 4 անգամ կոնկրետ չեմ հիշում իրացի թիվը։ Բոլոր ժամանակներում էլ բնականաբար կան հարցեր, որոնք առնչվում են նորից գտնում համայնքի հետ, համայնքի ծրագրերի հետ, համայնքի այն գործունեությունը, որը մենք ենք ծավալում ու իրականացնում։ Հիմա բնականաբար այդ ֆորմատի մեջ է եղել, ես այն հարցերն եմ պատասխանել, այն ինչ որ միազնությունների մեջ է։ Եթե կուսակցական ա եղել Քարոզ Արշավը, թե ոնց է եղել, թե ֆորմատի ինչ է եղել, ես էլ պատասխանել եմ այդ հարցերին, այն ինչ որ վերաբերում է Գորիս համայնքին, ոչ թե կոնկրետ կուսակցական որևէ հարցերին։ Հանրային նկատմամբ մեջ կան իրան բնականաբար մարդիկ, որոնք այդ կուսակցության խնդիրներով են պատասխանատու եւ իրանց կուսակցության խնդիրների պատասխանատուները իրաց գործն են։ Իսկ այն կարծիքը, որ դուք աշխատելու եք ընտրություններին ԿՊ-ի օգտին, ինչ կարող եք ասել։ Իսկ ով այդ կարծիքը ասել։ Դատելով ձեր գործունեությունից, այդպիսի տեսակետ է ձևավորվել ընդդիմադիր դաշտում առնվազն։ Նկատի ունեմ ձեր սուբյեկտիվ կարծիքն։ Չէ, ընդդիմադիր դաշտում այդպիսի կարծիք կա ձևավորված, նույնիսկ քննարկումներ կա։ Մեր մամուլը շատ հաճախ անդրադառնում է Գորիսին, մասնավորապես նաև ինձ տարբեր կարծիքներով ու այնպես են ձևակերպում տալիս, որ դա հստակ ինֆորմացիա եւ ես եմ դու բան ասել։ Ես այս բայդրության որևիցե կուսակցության անդամ չեմ եւ չեմ պատրաստվում որևիցե կուսակցության համար ձևակերպած աշխատանքներ հատուկ դատարել։ Ինչ որ մեկը զենքը դրել է ձեր գլխին, որ դուք վերջին շրջանում իշխանահաճո գործողություններ եք իրականացնում։ Իսկ երբևէ իմ ապրածը որևիցե քաղաքացու մարդու տեղ դրել է, որ եթե զենք դրեն գլխին, ես ինչ որ կարծիքներ կփոխեմ։ Առնվազն մի քանի տարի առաջ դուք պահանջում եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ավելին ժամանակ ասել եմ, կա խնդիր պատերազմի ժամանակ, Արցախի հետ կապված խնդիրներ կար այն ժամանակ։ Տեսեք, ես նույն դատարանի դիմաց նույն նախադասություն արտահայտվել եմ, դերսից դուրս գալու օրը նույն արտահայտությունը արտահայտվել եմ։ Իդեպ երկու անգամ մի անգամ մի քանի օր նստել, էլի բերդի առաջ նույնն եմ ասել, դերսից դուրս գալուց հետո նույնն եմ ասել։ Դրանից հետո չեմ հիշում 10-11 ամիս նորից սրոկ եմ նստել, նորից այդ ժամանակ նույն նախադասությունը պատասխանել եմ։ Ես քաղաքավարդարկյալ ինձ երբեք չեմ համարել, որովհետև ես ինչ որ նախարար լինելու, մարզպետ լինելու, չգիտեմ ինչ որ պաշտոնի համար կամ կուսակցության համար չեմ աշխատել, որ այդ ձևակերպում տամ։ Իմ մոտեցումը հստակ է եղել, դա իմ կարծիքն է, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես ուզել եմ որ պատերազմը շարունակվի։ Չշարունակվի երևի թե պատերազմը ոչ թե շարունակվի։ Ոչ շարունակվի։ Շարունակվի ես նման պացիֆիստական բաներ մոտեցումներ չունեմ։ Տեսեք, երբ դուք ասում եք, որ դուք ինքներդ ձեզ քաղբանտարկյալ չեք համարել, նշանակում է դուք իրավապահների գործողությունները դատարանի կալանք տալը
օրինաչափ եւ օրինական եք համարում։ Ինչը այդ օրերին այդպես չէր։ Առնվազն ձեր մերձավորները նաեւ Ես նման բան նոր ասեցի, որ ես օրինաչափ եմ համարում կամ օրինաչափ։ Դե եթե դուք ասում եք Այդպես սկզբունքային խնդիրներ գոյություն ունեն, որ ամեն մարդ իր տեսակետն իր ապրելու սկզբունքները ունի, իր ապրելու որտեղած սկզբունքներ ունի։ Իմ սկզբունքներին դեմ է նման հայտարարություններ անելը։ Հիմա ամեն մարդ իր կյանքի ապրելու ուղին է ընտրում, թե իր ձևակայքում, թե իր ոնց է ապրում, թե իր քայլի հերթականությունը ոնց է ձևակերպում։ Ես դա իմ սկզբունքներին դեմ եմ։ Գուցե կան մարդիկ, որ իրենց դեմ չի, դա նորմալ է խոսում են։ Իմ դեպքում դա նորմալ չի, ես չեմ ընդունում այդ տեսակետը եւ հետեւաբար չեմ կարող գնալ ինչ որ ասել, գիտեք, ես ինչ դատախազը սենս է պահում կամ ինչ դատախազն է պահում։ Ես իմ խնդիրները լուծում եմ ոչ թե տենց ինչ որ հանրային դիրույթում, այլ լուծում եմ այն տարբերակով, որ տարբերակով ես եմ ճիշտ գտնում, որ պետք է լուծեմ։ Ձեզ կալանավորելու հարցներ դրված, սակայն այդ կալանքը տեղի չունեցավ եւ այսպիսի կարծիք կա, որ դուք գնացել եք կոմպրոմիսի, ձեր սկզբունքները մի կողմ եք դրել հանուն նրա, որպեսզի ձեզ չկալանավորեն։ Պաշտոնապես հայտարարում եմ, իմ կարծիքով նաև, եթե ես ինչ-որ մարդու գնամ դիմեմ եւ ասեմ ինչ չդատեն, դա ես նախ չեմ համարում, որ դա տղամարդկություն է, դա իմ համար ամենաանբարոյական քայլերից մեկը կլինի ինչ-որ մարդ, եթե նման ձև այլ է դրսևորում։ Ես երբևէ որևէ անգամ որևէ մարդու դիմաց չկամ, իմ քրեական գործերի դատերի հետ կապված, դատան դեմ են ժամանակ էլ, եթե չեմ սխալվում դուք եք այդ ուղիղ ասել եմ, որ ես սրոքից չեմ ուղղվում, որևէ ներողություն բարերիս համար, եթե ez զարգանում։ Ինձ համար նորմալ է, եթե ինչ-որ մի բան կարա դա օրենքի տեսակետից սխալ լինի, իմ բարոյական սկզբունքների տեսակետից ճիշտ լինի։ Եվ հետևաբար, եթե կա պրոբլեմ, որ ես պետք է դատվեմ, ես որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Թող օրենքը որոշի, եթե կարծում ա դա ես սխալ եմ արել, օքեյ, կդատվեմ, որովհետեւ խնդիր գոյություն չունի։ Ես որևէ մարդու չեմ հանդիպել, երբեք եւ որևէ դեպքում քաղաքական առարկություններ չեմ արել, չեմ անի, դա իմ սկզբունքների դեմ է։ Եվ նման բան չի եղել, եւ ինչ դուք հաջող ներկայացնում եք դատերի համար իշխանություններին ընդունում է, չի ընդունում, ոչ, դա դրանից ընդհանրապես կապ չունի։ Չկա որևէ պաշտոններ, ես որ իրանք հարցով դիմաց լինեմ, ասեմ ինչ չդատեն, սես կամնեց։ Խնդիրը հետևյալն է, մարդիկ իմ հանդեպ ճիշտ քաղաքականություն են վարում, մեր համայնքի հանդեպ ոչ թե իմ անձի նկատում եմ։ Անանակ մենակ անցած տարի երկու հատ լուրջ խնդրով դիմել ենք տարածքային կառավարման նախարարությանը, մի հատ հարցի ժամանակ Խնձորես գյուղում նաև եղել է վարչապետը, խնդիր ենք ասել եք ես խնդիր ունենք, ճանապարհը սարքի, մյուս սարքի, մենակ անցած տարի 5.5 միլիարդ դրամի երկու ճանապարհ են սարքել, ներքին Խնձորես, Վերիշեն եւ Խոզնավար։ Սա մոտ 5.5 միլիարդ դրամ է, այսինքն մոտ 14 միլիոն դոլարից մի քիչ ավել գումար է։ Պարոն Արուշանյան, պետությունը անձինք չեն, այսինքն պետությունը տարածքային կառավարման նախարար չի։ Ես եղել եմ նախամարդկանց դիմել են, մարդիկ իրենց առաջ դրված խնդիրը կատարել են։ Հետևաբար ես որևէ ինչ-որ բան չի կարող չէ։ Ես եթե դիմել եմ ոչ թե իմ, այլ մեր համայնքի համար։ Բայց դա բարի կամքի դրսևորում չի, պետությունը պարտավոր է համայնքի համար բյուջե հատկացնել։ Դա ինչ-որ անձի բարի կամքի դրսևորում չի եղել։ Տեսեք հիմա։ Այսինքն ամեն տարի պետությունը, կառավարությունը որոշակի սուբսիդիա է հատկացնում համայնքի զարգացման համար։ Այո։ Եվ միայն այն, որ համայնքի ղեկավարը Արուշ Արուշանյանն է, պետությունը նույնը համայնքի ղեկավարը նույն ցանկացած պաշտոններ, հիմա կարա համայնքի ղեկավարը լավ աշխատի, համայնքը լավ զարգանա, կարա վատ աշխատի, իր հաղորդակցությունը զարգանա։ Նույնը պետությունը, մարդիկ կարան լավ աշխատել, պետությունը զարգանա, կարա մեծ աշխատել, նրանց հաղորդակցությունները զարգանա։ Հիմա այս դեպքում եթե մի բան դրական է, հիմա սկզբունքային է, որ այն ինչը դրական ասեմ, դա ամեն տարի համայնքի տրվող դոտացիաները կոնկրետ թվերով ավելանում է, ես չեմ կարող դուրս հարցած ասեմ, չէ, չի ավելանում։ Լավ, հիմա ձեզ դուք շնորհակալություն եք այդպիսով հայտնում Նիկոլ Փաշինյանին, երբ նախ իրենց ներկուսակցական քարոզարշավի ժամանակ միացաք եւ ողջունեցիք։ Իդեպ ձեր կարծիքով ինչու Նիկոլ Փաշինյանը չասաց բարև ձեզ պարոն Արուշանյան, այլ ասաց բարև ձեզ պարոն համայնքի ղեկավար, առնվազն ձեր ազգանունը չհնչեցրեց։ Հիմա դու դեռ ինչ խնդիր եք տեսնում չեմ հասկանում։ Դա նկատում եք լավ է թե վատ է։ Ես ուղղակի հարցնում եմ, ձեր կարծիքն եմ հարցնում։ Պաշտոնը եթե դիմում ես նորմալ է, ես հիմա վարչապետին դիմել եմ,
բաղուձես պարոն Արշապետ, բաղու եք։ Պարոն Արշեն, դուք երբևէ վերջին Կամ է շրջանում որ մեզ տպավորություն, որ ամենտեղ ուզում եք մի տենց ինտրիգնի խնդիր տեսնել։ բոլոր հարցերը տալիս եմ ինձ եւ հասարակությանը։ Ես ուզում եմ նորմալ կառուցողական Հանդիպում ունեցել եք Նիկոլ Փաշինյանի հետ առանձին եւ ինչ որ հարցով անձնական հարցով խնդրանք ունեցել եք իրեն։ հանդիպումներ ունեցել ենք, բոլորը լուսաբանել։ Այսինքն առանձին հանդիպում չի եղել, եղել է բացառապես աշխատանքային հանդիպում։ Մեր բոլոր հանդիպումները բացառապես եղել են երկրի պետության հրամանքի կամ տարածքների կապված խոշոր հարցերով։ Դուք ինչ դերակատարում եք ունենալու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի թիմի համար։ Ձեզ խնդրել են, դիմել են որևէ հարցով։ Ոչ։ Այսպես ասած կուլիսներում աշխատանք չեք տանելու։ Ասեք լուրջ այսքան խոսալուց հետո ձեր մոտ տպավորությունա, որ ես մի բան որ անում եմ, դες ինչ որ գախնի եմ անում կամ չեմ անում։ Պարոն Արշեն, հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, կողմեմ, որ տեխնացիոնի սանտարեմ, եթե դες մտնեմ process-ի մեջ պայմանական եմ օրինակ բերեմ արձակուրդ վերցնեմ, ասեմ ես ընտրություններով եմ զբաղվում։ Ուղիղ կայտարարեմ, բայց ես բայդրությամբ նման ցանկություն առասարակ չունեմ, որովհետեւ ինչ որ գործունեության մեջ ակտիվ ընկրկելու եւ այլն։ Մարդիկ ուզում են դրանք քվեարկի։ Համապետական ընտրություններից ամիսներ անց հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, խոշորացված համայնքի ընտրություններ է տեղի ունենալու Գորիսում։ Դուք առաջադրվելու եք։ Այո, եթե դատված չլինեմ, այո։ Որ դատված լինեմ, էլի այո, օրենք չեմ անում, իրավաբանները կբանան, ամեն դեպքում այո։ Իսկ ունեք մտահոգություն, որ ձեզ կդատեն։ Հիմա դատերա գնում է, կարող դատեն։ Ես շատ հանգիստ եմ վերաբերում դա, այդպես ինչ որ ինձ պետք չի դες դատել։ Իմ գենետիկ կոդում բազմից ասել եմ, դա նորմալ է։ Իմ պապերն էլ են մի քանի անգամ դատված իմ ազգում լիքը մարդիկ են, դա մեր ընտանիքում դա շատ նորմալ է։ Ես շատ հանգիստ եմ վերաբերում։ Դες հատուկ մի ինչ որ չգիտեմ, մամուլը այս ինչը դատվեց, ինչը դատվում է, հա դե այդ տղայից բաղացերի մեջ ես նա դրանց դատել։ Դուք հիմա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կիսում եք։ Դուք ինչ որ նես էլի ինչպես միշտ ինչ որ ինտրիգային հարցեր եք ուզում մտցնել այս ամեն ինչի մեջ։ Հիմա քաղաքականությունը ես քեզ կոնկրետ օրինակներ ձեզ ասեցի, որ օրինակ մարդիկ եթե լավ դրական գործեր են անում, ես չեմ կարող։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը այլ հարցի մասին։ Ես ամենամարդ Նիկոլ Փաշինյանը ինքը քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Ինքը կարա այլ միտք ասի, իրականում այլ միտք ունենա։ Կարա ասենք այլ պատկերին, որովհետև պետության ղեկավարը կարա մի հատ նախադասություն ասի, աղա պատերազմ լինի կամ չլինի, երկիրը պատրաստ է թե պատրաստ չի, պայմանական եմ օրինակները բերում։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, Գորիս համայնքի ղեկավարն եմ, եւ տենսի պաշտոն է, որովհետեւ մի կառույցի տենս ենթակա սուպեր չի սա։ Ես ունեմ իմ տեսակետները եւ իմ տեսակետները միշտ հայտնում եմ։ Այո, ես ազգայնական եմ։ Իմ համար բարձրազգա արժեքը հայրենիքը եւ հավատքը։ Ամեն ինչից վեր է։ Հիմա ամեն մարդ չի տեսել նա։ Մարդիկան իրաց բարձրազգա արժեքը իրանց կնիկն ու երեխեն է։ Մյուսի մոտ չգիտեմ փողն է։ Մեկը կանամոլ է, մեկը թմրամոլ է, մեկը խաղամոլ է։ Իմ նայել չեմ, եթե դա պետք է նացիզմ դիտարկվի, ոնց դիտարկվի, դա մարդկանց տեսակետն է, ոնց ուզում են ընկալեն։ Իմ համար բարձրազգա արժեքը հավատք եւ հայրենիք։ Եվ հետեւաբար դեից բխողի մտքերը կարող տարբեր լինեն։ Եվ ուրեմն եկեղեցու դեմ սկսված տեսակետը, ես ասացի, ես շփում եմ գործնական։ Գործնականի մեջ մեր մոտ ամեն ինչ շատ ճիշտ է լինում, իդեալական է լինում։ Նաեւ այն ժամանակ է դնացել, ես հարցեր մի անգամ եմ ասել։ Նույնիսկ որ դատված եմ եղել, այնպես չի եղել, օրինակ Առավոտուն ասել այ Գորիսի համայնքի սուբվենցիաները մի հաստատեք, որովհետև այդտեղ կա խնդիր համայնքի ղեկավարի։ Անձերի մեջ խնդիրներ չեն առաջացել։ Դուք նշեցիք, որ ձեզ համար եկեղեցին հավատքը բարձրագույն արժեք է։ Նիկոլ Փաշինյանը մի տարեկան դաշ չեմ պատասխանել այդ հարցին։ Ես որ ասում եմ կիսում եք համար բացարձակ արժեքը ես հավատացել եմ։ Վեհապարին հեռացնելու պահանջը ձեզ համար ընդունելի է։ Ես հետևորդ եմ, ես հավատացյալ եմ, իմ համար ամենաբարձր արժեքը դա իմ կրոնական համոզմունքն է։ Թեման դրանով հալում եմ։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Իրինա Յոլյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իր սեփական դիմումի համաձայն հեռանում է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Ինչ է պատահել։ Նախ
դիմումը եղել է միջ Նիկոլ Փաշինյանի այստեղ այցից մի քանի օր առաջ։ Ձևակերպումը այսպես է եղել, հստակ որպեսզի այս թեմային էլ մի անգամ անդրադառնանք դաշտպագենք այս թեման։ Իրինա Յոլյանը եղել է իմ թիմակիցը, ի սկզբանե երբ որ չեմ ուզում դες դետալանամ այն ժամանակներում ոնց է եղել, ինչ իրավիճակներ է եղել, ինչ պայքարներ եւ այլն։ Մենք հասցեությամբ հասել ենք համայնքի ղեկավարման կառավարմանը եւ այդ process-ների ինչ որ փուլում վերջնափուլում ես չեմ նկատի չունեմ սկզբի մարտնչելի փուլերում, վերջի փուլում ինտեղ միացել է թիմին։ Այդպես եկել ենք այստեղ սկսել ենք աշխատել։ Իմ մոտեցումները հստակ են ակետից բեկետը, եթե դու թիմի անդամ ես, դու պարտավոր ես անել այն, ինչ մոտեցում ունեմ ես։ Դա հիմա ոնց անկալում, բացասական անկալում, թե դրական անկալում։ Այսինքն ինչ է արել տիկին Յոլյանը։ Թողացեք միտքս արտահայտեմ միջևերջ։ Նա մի քանի օր առաջ դրանից դիմումից առաջ եկել է իմ կաբինետ եւ ասել, որ առաջարկություն է ստացել քաղաքական պատգամավոր տեխնոսու եւ այլն։ Որ թիմից։ Մեր ձևով թիմից։ Ամեն դեպքում դեպս։ Սամվել Կարապետյանի թիմից։ Խնդիրը նա չի այստեղում, թե որ թիմից, որ կուսակցություն կգնար եւ այլն։ Խնդիրը նա է, որ այստեղ որոշումներ կայացնում է մի օքի եւ երկրորդ կարծիքներ չկան։ Սա հստակ է, եւ ես նույնիսկ բարձ ասում եմ, որ սխալ որոշում ունի, չի կարող թիմից մեկը դուրս գա եւ ինքնուրույն կարծիքներ ունենա, որոշումներ ունենա, եւ այս դրանից հետո իրանք վերաբերում են ճշնամաբար։ Այսինքն հիմա դուք եւ Տիկին Յոլյանը ճշնամաբար եք բաժանել։ Տեսեք միտքս, ես ասում եմ ինչ խոսակցություն եղել է թեման դրանից պատմում։ Եվ ասել եմ ինքը այլևս չի կարող թիմի մեջ լինել, ուրեմն հենց սրոպային կդիմում պետք է գրի եւ ազատի աշխատանքից։ Այստեղ տեսեք, եթե ես որոշումս նայ որ մարդիկ պետք է գնան ամենքում զմատրի, ուրեմն այդ ձևը լինի։ Չի կարող ինչ-որ մեկը թիմի մեջ դուրս գա եւ այս կուսակցություն կամ այն կուսակցություն աշխատի։ Չկա նման մոտեցում, չի կարող լինի։ Դա իմ աշխատելու ձևաչափն է։ Մեր ժողովուրդը ես այնպես չի որ եկել եմ այստեղ այդ կեղծ քաղաքական բառերն եմ օգտագործել դեմոկրատական արժեքներ, մյուսներ։ Կա հստակ, ուզում եք լավ լինի։ Սա է մոտեցումը։ Okay, վստահ եք անեն։ Չէ, գնացեք ում ուզում եք նրան վստահեք։ Ու երկրորդ կարծիքներ այստեղ չի կարող լինի։ Եթե ներողություն կգեզեւ արտահայտում, եթե մածումը սև է, ուրեմն սև է։ Դե երկրորդ կարծիք չկա։ Ում հարմար չի, ուրեմն դուրը բաց է, ինքը պետք է գնա հակառակ կողմում կառնի։ Այս դեպքում ես կանխավ հայտարարել եմ, որևիցե մեկը որևիցե ռիսկի շարժումներ չտեսնեմ, չլսեմ, ես կգա օրը կասեմ ոնց եք անել։ Հիմա թե օրը կգա ես ոնց եմ ասելու անում, բոլորը պարտավոր են սպասեն, մինչև այդ օրը ես ոնց կասեմ այդ ձեր կանում։ Պարոն Արուշանյան, երեկ Հայաստան Դաշինքի թիմը հայտարարեց, որ իրենց վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է եւ տարիներ առաջ ձեր վարչապետի տեխնացուն գրքին Ռոբերտ Քոչարյանն էր։ Ինչ է փոխվել եւ ինչպես է գնահատում նախագահ Քոչարյանի շանսերը։ Առասարակ այստենց գնահատել չգնահատել այդպես այդ մասնագետը չեմ որ գնահատական է կամ թե որ կուսակցություն ինչ կան ձեն քաղաքի նորմալ հարաբերություններ ունեմ նախագահ Քոչարյանի հետ այդքան այս անգամ ես նորից եմ կրկնում քաղաքական այդ ընտրական process-ների մեջ ներգրաված չեմ առաքարակ ներգրաված չեմ Իսկ ինչ է պատահել վիճել եք ինչ ծև կատու է անցել ձեր եւ Հայաստան Դաշինքի միջև Ոչ մի Ամեն ինչ նորմալ է Նորմալ հարաբերություններ են այդտեղ ես բոլոր կուսակցություններն շատ ընկերներ ունեմ այդտեղ նույնպես շատ ընկերներ ունեմ Եվ այնպես չէ որ իմ ընկերների այդ ընկերություն անելուց ես ընտրում եմ թե ով ինչ կուսակցությունից է կամ ինչ աշխարհայացողություն ունի քաղաքական նկատմամբ Պարոն Արուշանյան ձեզ ընկալում էին եւ դուք էլ դիրքավորվել եք հանրության մեջ որպես ճշտի ասպետ այսպես ասեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձեր ամենամտերիմ ընկերներից մեկին կալանավորեցին։ Խոսքը վերաբերում է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։ Որպես ճշտի ասպետ կալանավորումը, որը այն ժամանակ միասին ենք կալանավորում։ Ոչ, վերջերս։ Վերջերս կալանավորեցին։ Դուք ձեր ընկերոջ
կալանավորումը օրինաչափ եք համարում եւ ձեր պայքարը ձեր ընկերոջ համար ինչպես եք պատկերացնում։ Պարոն Արտուր Սարգսյանը իմ ամեն օրվա ընկերն է։ Ես Արտուր Սարգսյանի հետ ընկերություն եմ արել դեռ շատ վաղուց, երբ ոչ ինքն համայնքի ղեկավարել, ոչ ես եմ համայնքի ղեկավարել։ Չգիտեմ, շատ երկար տարիներ ենք ընկերություն արել եւ ընկերություն ենք անում, այն ընկերը կա, եղել է կա եւ այն ընկերը քաղաքական ճիշտ սխալի մեջ եթե դուք խոսում եք, ես հանրային դիտում ճիշտ ու սխալը ինձ թվում է ճիշտ է գավա այնց կորեկտել չի թե ինչ-որ փողոցի լեքսիկոնով արտահայտվեն։ Արտուր Սարգսյանն ասացի մոտեցումները քաղաքական հարցերի շուրջ, պարոն Սարգսյանը ինքը իր գնահատականը դա ճիշտ է, սխալ է, թե ոնց է։ Իսկ դուք ինչպես եք։ Ես տեսեք, ես իմ մասով եմ չի ասում, ես ոնց եմ գնահատականներ տալիս։ Բնականաբար ես բոլոր բանտում գտնող լավ մարդկանց, լավ տղեկին, ազատություն բոլորին առանց բացառության։ Դա իմ մոտեցումն է, տեսակետն է, որ մի լավ առողջ adekvat մոտեցում ունեցող մարդը կուզի որ կանանավարում մարդիկ լինեն, ովքեր լավ մարդիկ են, ազատություն բոլորին։ Արտուր Սարգսյանը հորս եմ կրկնում, իմ ընկերն է, իմ ամենօրվա մենք, այսպես ասեմ, մի ընտանիքի մարդիկ ենք, մեր բոլոր խնդիրները մեկը մյուսինս են։ Քաղաքական տեսակետների շուրջ պարոն Սարգսյանը ունի այլ տեսակետներ, այլ մոտեցումներ, ես ունեմ այլ տեսակետներ, այլ մոտեցումներ, ամեն մի ընկեր ունի տեսակետներ ու մոտեցումներ։ Պարոն Սարգսյանը իր տեսակետների մեջ ազատ է եւ բազմից են կապացել, որ ինքը ինչ կարծիք ունի բարձրացնում եւ արտահայտում։ Բնական ինքը այլ մարդու շարժում սկսի մյուսի հետ կամ մյուսի հետ, ես այդ շարժման գաղափարը չկիսեմ եւ այլ, բայց դա չնշանակում որ պարոն Սարգսյանը իմ ընկերը չի։ Պարոն Աշենյան, հարցը նրանում է, որ դուք ձեր քաղաքական գործունեությունը ավելի ընդլայնել եք Հայաստան դաշինքի անդամակցելով, միանալով Հայաստան նկատունքից ընդլայնել եք։ Այսինքն եղել եք Հայաստան դաշինքի падգամավոր։ Ցուցակում եք եղել։ Եվ հիմա դուք առնվազն որևէ աջակցություն կամ որևէ խոսք չեք ասում այս դաշինքի հետ կապված։ Հակառակը դուք բավականին հետաքրքիր մոտեցումներ եք ցուցաբերում իշխող ուժի նկատմամբ, մասնավորապես ամեն անգամ դիմավորում եք Նիկոլ Փաշինյանին, ինչպես արդեն նշեցի, ներկուսակցական քարոզարշավին եք մասնակցում, ձեր ներկայությամբ նաև ցույց եք տալիս ձեր ընտրողներին, որ աջակցում եք իշխող ուժին։ Ի վերջո, որ կողմում եք դուք։ Ընդդիմադիր համայնքապետ եք, թե իշխանական։ Հստակ ձեր հարցին պատասխանեմ։ Այս ընտրություններին որևիցե պրոցեսների մեջ ներգրավվածություն չեմ ունենալու։ Թող մի հատ սենս լինի, թող արդի գնան ով ուզում անդրի։ Իսկ բոլորն է կարծիքներ ունեն, տեսակետներ ունեն, ներգրաված պրոցեսներում չեմ լինելու։ Իսկ ձեր ընտրությունների ժամանակ դիրքավորվելու եք որպես ընդդիմադիր համայնքի ղեկավարի տեխնացու, թե իշխանական։ Իմ ընտրությունների ժամանակ Արուշ Արուշանյան դաշինքը այդ ոնց ձևակերպում եղել է, ոնց ես ընտրվել եմ, նույն տրամաբանության մեջ գնալ եմ ընտրության։ Իսկ իշխանությունը կարծիք կա, որ խոստացել է, որ տեխնացու չի ունենալու, որպեսզի դուք բացարձակ ձայներով հաղթանակ տանեք։ Ում խոստացել։ Առնվազն ձեզ, որ եթե օրինակ ընտրություններին ստվերային աջակցություն ցուցաբերեք Նիկոլ Փաշինյանին, ապա ես ուզում եմ հասկանամ այս այդ մտքերը իրականությանը չհամապատասխանող մտքեր։ Ձեր գործողություններից են բխում այս մտքերը, պարոն Արշանյան։ Դա այդ ներարկում է հասարակության մեջ։ Ես որևէ նման քննարկում չեմ ունեցել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունի, եթե առաջարկելու է տեխնացու, շատ բարի։ Չառաջը դա իրաց որոշումն է, ես ոչ իրանց քաղաքական պրոցեսների մեջ խառնվում եմ, ոչ ես կապ ունեմ, որ խառնվեմ, իրաց որոշելիքն է։ Ինչ է նշանակում բարձրազարկ մեծամասնություն կունենաք։ Դե եթե բերդում նստած այդ մոտ 70%-ով հաղթել եմ, հիմա բարձրազարկ մեծամասնություն։ Հաղթել եք որպես ընդդիմադիր տեխնացու։ Հաղթել եք որպես ընդդիմադիր տեխնացու։ Դուք կարծում եք, որ քաղաքապետի ընտրությունների մարդիկ նայում են թե որ կուսակցությունից է։
Տեսեք, միշտ եմ Դուք ինչ եք մտածում, ինչպես եք կարծում։ Քաղաքապետի ընտրությունները համասնական ընտրություններ որևիցե կապ չունեն։ Դա ով ինչ կարծիք ուզում է թող արտահայտի, ով պատկերացնում է, ինչ պատկերացնում է։ Դրանք տարբեր ընտրություններ են։ Մարդիկ տարբեր տեսակետներ։ Սա այստեղ ընտրում են անձին, ում հետ են իրանք ընկերություն անում, ում հետ են շփվում, ով է կոնկրետ մարդկանց խնդիրներով զբաղվում, ով չի զբաղվում։ Նաև կանոնի համայնքի ղեկավար օրինակ մարդկանց հետ չի շփման եզրակ չունենա, չգիտեմ, որ տանած մարդու տունը ոսկուց է սարքես, այդ նես չորին քեզ դի գնա քավիարկի։ Մարդիկ տարբեր տեսակետներով, տարբեր ռակուրսներով են նայում հարցերին։ Ամեն դեպքում միշտ իմ կարծիք այդպես է եղել, որ համապետական ընտրությունը կապ չունի ընտրություններին։ Դրանք լրիվ տարբեր մոտեցումներ են, տարբեր իրավիճակներ են։ Դուք բացառում եք, որ ընտրություններով էլ ես կարող ասեմ, որ դա տենց է եղել։ Տեսեք, նույն ընդդիմադիր հայացքով 21 թվականին մենք ընտրության էինք, տեսեք էլ քանի տոկոս ձեն հավաքեցինք ու քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը հաղթեց գույսում։ Դամերը դրանից 2-3 ամիս հետո թիմ ընտրություններն էր, եւ թիմ ընտրություններին մենք հաղթեցինք, քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը պարտվեց։ Տարբերությունները դրանք տարբեր են, դա հիմա կապ չունի դա թիմը եւ համապետականը, ես միշտ այդ կարծիքն եմ եղել, որ դրանք իրար հետ կապ չունեն։ Դուք բացառում եք էլի տես դարվակ ունեցել եք, օրինակ ես համայնքի ղեկավար ընտրությանը այս թիվը կարող մի քիչ զարվել է դու, այո 99.7% քվեր են ունեցել։ Կարծիք կա, որ հենց Ռոբերտ Ղուկասյանն է միջնորդում, որպեսզի դուք ստվերային աշխատանք տանեք ԿՊ-ի համար, խոստանալով, որ ձեր ընտրությունների ժամանակ ձեզ չեն խանգարի։ Նորից կրկնեմ, ընտրություններին իմ ընտրությունների ժամանակ խանգարելը նման թեմա երբեք չի եղել։ Ես Ռոբերտ Ղուկասյանի հետ ունեմ միջև իր մարզպետ լինել ենք իրական հարաբերություն, մենք միջև ընկերներ ենք եղել, միջև իր մարզպետ լինել։ Մենք չէ ընկերներ եղել, հետո ընկերություն ենք արել եւ ընկերություն ենք անում եւ մենք ունենք ամենօրյա ընկերական հարաբերություններ։ Ու այս պայմանավորվածություն ինչ որ չգիտեմ, այտենց այս կոմտան, այս ընդհանրապես այս խնդիրներ չկա։ Ընդհանրապես այս բան չի եղել, երբևէ չի եղել, որ ինչ որ նման պայմանավորություն ես Հետո այսքան ես ուզում հասկանամ, այս երկրում էլ ոնց պետք է ապրես, որ դու հասկանամ դու ես տակով գխով ինչ որ օրինակներ են գրում Երևանից Facebook-ներում ինչ որ որոշ լրատվականներ պարանների վրա խաղալ։ Դե որովհետև դուք մի տարի առաջ, 2 տարի առաջ այլ անձ էիք, հիմա բոլորովին այլ։ Առնվազն ձեր քաղաքական դիրքորոշումը փոխվել է։ Իմ սկզբունքները միշտ նույնն են։ Ես ունեմ հստակ տեսակետներ եւ իմ տեսակետների մասին հստակ արտահայտում եմ։ Զբաղվում, եթե զբաղվում եմ, ասում զբաղվում եմ։ Կողմ եմ, ասում եմ կողմ եմ։ Դեմ եմ, ասում եմ դեմ եմ։ Ուղիղ։ Ոչ թե ստեղ ասում սենց, ներ ասում նենց, եւ մի կողմը սենց, ես մի տակով գլխով ես կոմենտում։ Տես մոտեցումներ իմ մոտ չկան, հա, այա, չէ։ Եթե ասեցինք, հա, ուրեմն ժելեզնիա միջև վերջ չէ, ուրեմն չէ։ Հիմա դուք կողմ եք Նիկոլ Փաշինյանի։ Ես ասում եմ, ես չեմ զբաղվում 2026 թվականի ընտրություններով։ Թող ժողովուրդը որոշի, ով ինչ ան, մեր քաղաքացիները իրեն պետք ընտրեն, թող էտան ընտրեն։ Դուք բացառում եք, որ ինչ-որ մի փուլում, բացառում եք, որ ինչ-որ մի փուլում քաղաքացիական պայմանագրի համար ելույթներ կունենաք եւ առնվազն աջակցություն կցուցաբերեք։ Ձեր ռեսուրսը գործի կդնեք ԿՊ-ի համար։ Ասենք դու կարծում ես, ես մի հատ առավոտը մի բան պետք է ասեմ մի բան, արդեն ձեզ հարցին ձեր պատասխանը։ Ինքը մի քանի անգամ։ Այսօր մեր ելույթը մի քանի անգամ պատասխանեց։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, լավ օր բոլորիս։ Լավ օր։